31-րդ թատերական լոռի միջազգային փառատոնի ծրագրում նաև Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնն է, որն իր ստեղծագործական ոչ այնքան երկար ճանապարհին հասցրել է ձևավորել յուրահատուկ ձեռագիր և նվաճել իր հանդիսատեսի սրտերը։ Ալավերդիում նրանց ներկայությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երիտասարդ ու ժամանակակից թատերախումբը փառատոնի անբաժան մասնակիցներից է։ Հիշեցնենք, որ այս տարվա թատերական լոռի 31-րդ փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վոլոդիա Գրիգորյանի 100-ամյակին։ Ներկայացման սկզբում, ինչպես միշտ, փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը ներկայացնում է թատրոնի և նրա տնօրեն սիրված դերասանուհի Հերիքնազ Բաղդասարյանին։ Բոհեմ թատրոնը աշխատում է այն սկզբունքով, ինչ սկզբունքով աշխատում է մեր Ալավերդու դրամատիկական, իսկ ենթակայությունը համայնքային է։ Շատ հետաքրքիր բեմադրություններ են անում, շատ հետաքրքիր նորամուծություններ են անում, նոր ձևեր են գտնում, նոր ձևերով ներկայացնելու տարբեր ստեղծագործություններ։ Սիրով ներկայացնում եմ թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանին։ Ծափահարենք։ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի մոտիվներով Հերիքնազ Բաղդասարյանի ցանկապատը բեմադրությունից է։ Սա թատերական ներկայացում է, որը ոչ թատրոնում է, ոչ էլ բեմի վրա, այլ բաց երկնքի տակ, բնության գրկում, բնության մեջ։ Ներկայացման համար ընտրված վայրը Ալավերդու Valex Garden հյուրանոցառեստորանային համալիրի բացօթյա ռեստորանն է, որտեղ բնության գեղեցիկ միջավայրը, հարմարավետ պայմանները և հյուրասեր մթնոլորտը ներկայացմանը հաղորդեցին լրացուցիչ մոգականություն։ Հերիքնազ Բաղդասարյանի բեմադրած ցանկապատը մի պատմություն է մարդու ներքին սահմանների մասին։ Այն ցանկապատերը, որոնք մարդիկ կանգնեցնում են իրար միջև վախերից, նախապաշարմունքներից և չլսելու սովորությունից։ Իրադարձությունները տեղի են ունենում 100 տարի առաջ, թուրքական հերթական արշավանքի ժամանակ, որը սակայն հայելում է այսօրվա մեր իրականությունը։ Բեմադրիչը փորձել է ցույց տալ, թե ինչպես մարդիկ ինքնամեկուսանալով կամ փակվելով իրենց պատերի հետևում հաճախ կորցնում են փոխըմբռնման և հարաբերվելու հնարավորությունը, անգամ թուրքերի վերահաս աղետի հետևանքով ամեն ինչ կորցնելու վտանգի պայմաններում, կռվում, վիճաբանում են 1 մետր հողատարածքի համար։ Իսկ ներկայացման ավարտին, երբ հայտնի է դառնում, որ թուրքերը հարևան գյուղում են, վերցնում են միայն անձնական իրերը և հեշտությամբ հեռանում հարազատ գյուղից։ Ներկայացումը թատրոնի լեզվով հուշում է, որ յուրաքանչյուր ցանկապատ կարելի է հաղթահարել երկխոսությամբ, վստահությամբ և սիրով։ Այսպիսով ցանկապատը իր ասելիքով խորապես արդիական է, այն հիշեցնում է, որ բաժանարար գծերը ոչ թե պետք է մեզ հեռացնեն միմյանցից, այլ պետք է դառնան նոր կամուրջներ կառուցելու առիթ։ Չգիտեմ ժողովուրդ ինչ ասեմ, ոնց ասեմ ես ձեզ։ Թերևս 100 տարի է անցել պատմվածքից, բայց կարծես թե մեր օրերը լինեն։ Եվ ես ուզեցի, ես էլ որպես արտիստ, որպես մշակույթի ծառա, ես էլ ուզեցի իմ խոսքը ասել մեր ժողովրդին, որ մեր միջև ցանկապատները պետք չէ փնտրել, մեր միջև պետք չէ ցանկապատներ կառուցել, ցանկապատները պետք է թշնամու դեմ կառուցել։ Բոհեմ կամերային թատրոնը դեռ 90-ական թվականներից է մասնակցել լոռի փառատոնին, բայց այս տարի հատկապես ինձ համար շատ կարևոր էր մասնակցելը, որովհետև Վոլոդիա Գրիգորյանը եղել է նաև իմ վարպետը և Բոհեմ կամերային թատրոնը չէր կարող ուղղակի չմասնակցել այս տարվա փառատոնին։ Իսկ Բոհեմ թատրոնի դերասանները ընդգծում են, որ բաց երկնքի տակ ներկայացում բեմադրելը իր մեջ ակնհայտ բարդություններ ու առավելություններ է պարունակում։ Բացի տեխնիկական դժվարություններից, դա հանդիսատեսի հետ անմիջական կապի յուրահատուկ փորձ է, որը փաստորեն նրանց մոտ հաջողությամբ ստացվեց։ Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ալավերդու քաղաքի ողջ հանդիսատեսին, ջերմ ընդունելության, ծափերի, հուզմունքի համար շատ շնորհակալ եմ և ես երջանիկ մարդկանցից մեկն եմ, որ մասնակիցն եմ լոռվա աշխարհի տաղանդավոր դերասան, իմ ուսուցչի, իմ մեծ վարպետի Վոլոդիա Գրիգորյանի անունը կրող փառատոնին։ Շատ ջերմ հիշողություններ ունեմ այս քաղաքի հետ, այստեղ ինձ բնությունը ներշնչում է, որ ես ինձ զգամ ավելի
ստեղծագործ մտքով եւ ավելի լավ հանդիսանանք այդ թվում այսօր ներկայացմանը եւ տեղանքը ինքը իրեն տրամադրեց, որ մենք բացօթյա խաղանք այս ներկայացումը եւ զգանք մեզ իրոք բնության գրկում։ Թատերասեր հանդիսականն էլ իր հերթին նշեց, որ նման ձևաչափով, բայց երկնքի տակ ներկայացում դիտելը, այն էլ այսպիսի հուզիչ բեմադրությամբ շատ ողջունելի էր, ինչպես նաև գովելի։ Շատ տպավորված ենք, շատ հրաշալի բեմականացում էր մեր անցյալի, ներկայի, Հայաստանի, մեր պրոբլեմների մասին էր։ Շատ ոգևորված ենք դերասանական խաղից, ամեն ինչից, թող հաճախակ լինեն նման փառատոններ, ամեն տարի հաճախում ենք, շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին։ Հիանալի։ Ես պարզապես խոսք չեմ գտնում ասեմ, անչափ դուր եկավ։ Այսպիսի վիճակով դրսում սա մի հիանալի բաներ էլի, ինչ ասեմ։ Դերասանները բոլորը հոյակապ։ Ներկայացման ավարտին Բոհեմ թատրոնը պարգևատրվեց թատերական լոռի փառատոնին մասնակցության համար։ Նույն օրը սեպտեմբերի 30-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում բոհեմցիների ներկայացմանը անմիջապես հաջորդեց ևս մեկ փառահեղ բեմական իրադարձություն։ Այսօր մենք դիտելու ենք Ավետիք Իսահակյանի Աբուլալա Մահարին, հրաշալի մի դերասանի գլխավոր դերակատարությամբ, կարծում եմ ներկայացման ավարտին բուռն ծափերը կվկայեն, թե ինչքան լավ ներկայացում է եւ ինչքան ճիշտ է ընկալել մեր ալավերդցի հանդիսատեսը։ Մեր թատրոնը առաջին անգամ է Ալավերդիում եւ ասեմ, որ մենք տպավորված ենք ձեր վերաբերմունքով, մենք տպավորված ենք ձեր պահվածքով, մենք տպավորված ենք ձեր հակուկապով, ձեր սիրով առ թատրոնը։ Շնորհակալ եմ, խոնարհվում ենք ձեր առաջ ալավերդցիներ։ Եվ այս ամենը ի շնորհիվ Վոլոդիա Գրիգորյանի, ի շնորհիվ Վահե Շահվերդյանի եւ ի շնորհիվ այն բոլոր անվանի իսկական լոռեցի արվեստագետների, ովքեր ապրել են ու արարել են, ինչու ոչ, նաեւ այս փառատոնի համար։ Շատ ծափահարենք այս փառատոնի տնօրենին, պարոն Հրաչյա Պապյանին։ Ես 2019 թվականից հետևում եմ թատերական լոռիին, ներկա եմ եւ ասեմ, որ ամեն տարի մակարդակը գնալով բարձրանում եւ միմիայն ի շնորհիվ պարոն Պապինյանի։ Եվ ահա բեմում է Գյումրիի մտորումների թատրոնը, որը հանդիսատեսին ներկայացրեց Ավետիք Իսահակյանի Աբուլալա Մահարին։ Բեմադրիչ Հովհաննես Հովհաննիսյանի ձեռագրով ներկայացումը հանդիսատեսին հասցրեց ոչ միայն Իսահակյանի խորաշունչ պոեզիան, այլև այն հոգեվիճակը, երբ արդեն մարդը հասուն ու իմաստնացած տարիքում վերլուծում է մարդկային փոխհարաբերությունները, մարդու ներքին հոգեվիճակը, նրա զանազան դրսևորումները։ Աբուլալա Մահարի ներկայացումը դիտողին տանում է ժամանակի ու զգացողությունների աշխարհ, որտեղ սեր, կարոտ եւ հուզմունք խառնվում են մարդկային կյանքի խոր իմաստին, ներքին հակասություններին։ Այն դիտողին հրավիրում է մտորումների, սեփական գոյության, սեփական գործողությունների եւ շրջապատի նկատմամբ ունեցած վերաբերմունքի վերաբերյալ։ Թե չլինեին ընկեր, բարեկամ, որոնք համբույրով սիրտս բացեցին, որոնք համբույրով խայթեցին նրան։ Մտորումների թատրոնը Գյումրու մշակութային դաշտի լավագույն շերտերից է, ստեղծվելով երիտասարդ եւ փորձառու դերասանների համատեղ ջանքով, նրանց ներկայացումները արդեն տարիների վեր մեծ արձագանք են գտնում հայ հանդիսատեսի շրջանում։ Թատրոնի շեշտադրումը միշտ եղել է կյանքի կարևոր խնդիրների վերլուծության վրա, ստեղծելով բեմական իրավիճակներ, որոնք մտորելու, կշռադատելու տեղ են թողնում։ Իսկ ներկայացման ընտրությունը փառատոնի շրջանակում պայմանավորված է մեծ վարպետի Ավետիք Իսահակյանի 150-ամյա հոբելյանով, ասաց մտորումների թատրոնի հիմնադիր տնօրեն, ներկայացման բեմադրիչ եւ գլխավոր դերակատար Հովհաննես Հովհաննիսյանը։ Առաջին անգամ չեմ գալիս ընդհանրապես Ալավերդի խաղալու ներկայացում, ես միշտ եղել եմ Վարդան Աջեմյանի անվան թատրոնի հետ, առաջին անգամ իմ թատրոնով եմ գալիս ես ու ջերազանց տպավորություններում բավարարված եմ գնում, հանդիսատես փառահեղ հանդիսատես է ու մի քիչ բարդ է ներկայացումը, մի քիչ ծանր ներկայացում է, բայց այսօրական ներկայացում է, դասական է, միշտ մնում է դասական, չէ։ Աբուլալա Մահարին բաղդադվել է, կիսվել է, իր մեջի եսերի հետ կռիվ է սկսել։ Այդ երկը կտանք ներկայացման լուծման, որովհետև յուրաքանչյուրս մեջ ապրում է մի հոգի, երկու հոգի, երեք հոգի, 4 հոգի, 5 հոգի, բազմաթիվ մարդիկ, այդ բազմաթիվ մարդիկ սկսում են տանջել, այդ ներկայացումը այդ կոնցեպցիայով սկսեն կառուցել։
Մտորումների թատրոնի երիտասարդ դերասաններն էլ կիսվեցին ներկայացման կերպարների եւ բեմական իրենց զգացողությունների մասին։ Փառատոնին շատ սպասված էր մեր համար ու շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որովհետեւ թե կազմակերպված ամեն ինչը, թե հանդիսատեսի այսինքն բարձր կարգի հանդիսատեսի ներկայությունը շատ կարևոր է նման փառատոնների ժամանակ, որովհետև երբ դահլիճից բեմ է գալիս էներգիա, դերասանը 100-պատիկ անգամ ավել է տալիս այն ինչ որ պետք է տա։ Բարդություններից սկսեմ, նախ պիտի ճանաչես մարդուն, որովհետև մարդու ներաշխարհն է, մարդկային հոգեբանությունն է, որ հետո կարողանաս մահարու գրածը փոխանցել հանդիսատեսին, շատ դժվար էր, որովհետև գործը հենց ինքնին տղամարդու հոգեբանություն է, բայց պարոն Հովհաննիսյանի օգնությամբ մենք բաժանեցինք երկու եսի։ Մենք սիրում ենք ձեր փառատոնը։ Ալավերցի հանդիսատեսը ջերմ ու երկարատև ծափահարություններով է ճանապարհում հեղինակավոր թատրոնին։ Գյումրու մտորումների թատրոնին հանդիսավորությամբ հանձնում են նաև փառատոնի խորհրդանիշ արձանիկը և մասնակցության դիպլոմը։ Բեմադրությունը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանին։ Ալավերցի հանդիսականը ինչպես միշտ փառատոնից հեռանում է մեծ բավականություն ստացած և բարձր գնահատում թատերական փառատոնի նշանակությունը ինչպես իրենց, այնպես էլ քաղաքի մշակութային կյանքում։ Եվ ի վերջո փառատոնը հնարավորություն է տալիս ալավերցիներին շուրջ 12 օր կտրվել առօրյա հոգսերից, լիցքաթափվել մեծ բավականություն ստանալ և իրենց ամուր թելերով կապել մշակույթի հետ։ Աբուլալա Մահարին այսօր էլ արդիական է։ Ճիշտն ասած, մենք մեր օրերի հետ կապեցինք ու արդիականությունը ավելի լավ զգացինք ու պատկերացրինք ստեղծագործության, տպավորված ենք դերասանների վարպետությամբ։ Խոսքեր չեմ գտնում, եւ կատարողական արվեստը բոլորս հիացած ենք։ Ես շատ գոհ եմ, շատ լավ անցկացա, թեկուզ ստեղ, թեկուզ ընդեղ։ Շատ լավն է, ու ինչքան գնում եմ, ես միշտ մենք մասնակցում ենք։ Ուրախ եմ, որ մշակութային կյանքը մեր քաղաքում չի մարում, ընդհակառակը թատերական լոռին մեկ անգամ եւս ապացույց է, որ մասնակիցները փառատոնին մասնակցությունը վկայում է, որ մեր քաղաքը մշակութային կյանքով ապրում է։ Դե իսկ նախօրեին թատերական լոռի փառատոնի շրջանակում Ալավերդու մշակույթի կենտրոնի բեմում էին Հայաստանի և տարածաշրջանի առաջին պետական տիկնիկային թատրոնը, Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, Ռեդիարդ Քիփլինգի Ռիկի Տիկի Տավի ներկայացմամբ։ Մանկական գրականության հերոսների պատմությունը բեմում վերածվեց կենդանի հեքիաթի, որտեղ համարձակություն, բարություն ու ընկերասիրությունը հաղթում են վախին ու վտանգին։ Ներկայացման հիմնական ասելիքը փոքրիկ հանդիսատեսին ցույց տալն է, որ անգամ ամենափոքրիկը ու թվում է ամենաթույլը կարող է դառնալ մեծ հաղթանակի հեղինակ, եթե նա ունի քաջություն, հավատ ու բարություն։ Իսկ ամենաանկեղծ արձագանքը, ինչպես միշտ, հնչեց հենց երեխաներից։ Շատ հետաքրքիր էր։ Այն ինչն ասել քաղեցիք։ Որ եթե ինչ-որ մեկի հետ կռվում ես, պետք է հետո մեղքերդ քավես։ Շատ ոգևորված էի ու շատ լավն էր։ Շատ դուրեք է այս ներկայացումը։ Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը այս տարի տոնում է իր հիմնադրման և գործունեության 90-ամյակը։ Այն Հայաստանի և Կովկասի առաջին պետական տիկնիկային թատրոնն է և թերևս 90-ամյա թատրոնի մասին բառերով ասելիքներ չկան։ Դրանք ամփոփված են թատրոնի երկարամյա գործունեության մեջ։ Կարծում եմ երկար պոչ ունի։ Երկար պոչ ունի, մայրիկ։
Թատերական լոռին մշակութային մեծ առաքելություն է, որը դառնում է կամուրջ տարբեր թատրոնների եւ հանդիսատեսի միջև, ասաց Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենը։ Չգիտեմ, մայրիկ, այսօր համարյա ինձ օգնում չի գրել։ Ես կարծում եմ, սա կարևորների շարքից է, որպեսզի լրացնենք այն փառատոնները, որտեղ ներկայություն դեռևս չենք ունեցել։ Եվ սա անմասն չմնաց, մյուս փառատոնների կողքին ուրախ ենք եւ հպարտենք, որ մեր ներկայությունը կա այս քաղաքում, որովհետև քաղաքը եւ մանուկները եւ մեծահասակները ինչու ոչ պակասը միշտ զգում են մեկ այլ թատրոնի, մեկ այլ մշակույթի։ Բազմազանությունը շատ կարևոր է, որպեսզի էներգիապես լինես ակտիվ ու էներգիան փոխանցես հանդիսատեսին։ Գյումրու տիկնիկային թատրոնի դերասանները եւս կիսվեցին իրենց առաջին տպավորություններով։ Նրանք նշեցին, որ Ալավերդին իր գեղեցիկ բնությամբ եւ միջավայրով անմիջապես գրավեց իրենց սրտերը։ Հավելեցին նաեւ, որ եթե Գյումրիում փոքրիկ հանդիսատեսը հաճախ ավելի խստապահանջ է, ապա այստեղ Ալավերդիում շատ հեշտ էր երեխաներին տանել հեքիաթային աշխարհ ու պահել նրանց ուշադրությունը։ Գյումրիից հետո, մեր քարքարոտ քաղաքից հետո այդ փափկությունը զգացվեց քաղաքի, հենց մտանք արդեն բնությունն էլ փոխվեց ու այդպես շարունակվեց մինչև ներկայացում եւ երեխաների այդ ռեակցիաները լրիվ տարբեր էին ու երեխաներն էլ այս բնության նման նուրբ ամենաառաջինը որ միանգամից այդ աշխարհը ստեղծեցինք երեխաների համար, նրանք մեզ հավատացին ու միանգամից ընկան մեր հեքիաթի մեջ, որը հաղթանակ է կարծում եմ իհարկե։ Դիպլոմ տրվում է Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնին։ Թատերական լոռի միջազգային 31-րդ փառատոնին մասնակցության համար։ Ռեդիա Կիփլինգ, Ռիկի Տիկի Տավի, բեմադրությունը Ժորա Պետոյանի։ Մրցանակը հանձնում եմ թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանին։ Այսպիսով փառատոնի օրերին բեմը դարձավ ոչ միայն արվեստի, այլ նաև սերնդի կրթության ու արժեքների փոխանցման յուրահատուկ տարածք։ Թատերական լոռին իր շուրջը համախմբում է արվեստագետների, ստեղծագործողների եւ արվեստասերների, Ալավերդին դարձնելով հայ թատրոնի կարևոր կենտրոններից մեկը։ Ամփոփելով պետք է նշել, որ 31-րդ թատերական լոռի փառատոնը կյանքի է կոչվել Ալավերդու համայնքապետարանի անմիջական հովանավորությամբ, ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների միության եւ Հրատ հասարակական կազմակերպության կազմակերպական ջանքերով Alex Garden հյուրանոց-ռեստորանային համալիրի, Ալավերդու մշակույթի կենտրոնի եւ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի աջակցությամբ։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Ռոբերտ Պետրոսյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։